Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Одноклассникում, Facebook-յան ալիքներում, Կոնտակտում, Telegram ալիքներում, Twitter-ում գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդտեղ ցես հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ կա, համայնախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես գիտեմ, ձեր ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ կլինի։ Ինչի մասին եմ այժմ սիրելիներս ես ձեր հետ ցանկանում զրուցել։ Այժմ ուզում եմ խոսել 2023 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցող նորալուսնի մասին կատարել կանխատեսում, նաև որ այդ նորալուսինը տեղի ունենում արևի խավարման էներգետիկայի տակ։ Ինչպես գիտեք, սիրելիներս, տիեզերական բոլոր գործողությունները եւ արևի եւ լուսնի խավարումները, լիալուսինները, լուսնի յուրաքանչյուր փուլը մեզանից յուրաքանչյուրի էներգետիկ դաշտի վրա ազդում է եւ մարդկանց եւ հասարակության եւ տիեզերական ամբողջ տիեզերքի էներգետիկայի վրա ազդում է եւ այս արևի խավարումը դա այնպիսի վիճակ է, այնպիսի էներգետիկա է, որ նա տալիս է ոչ թե կարճատև մարդու կյանքի վրա կարճատև ինչ-որ փոփոխություն, այլ փոփոխություն երկարաժամկետ 12 տարվա փոփոխության ցիկլ է տալիս այս նորալուսինը, այս արևի խավարման ժամանակաընթացքը։ Դրա համար ես ցանկանում եմ իմ պայծառատեսական, նաև իմ վետայական աստղաբանության հնարավորությամբ հաշվարկներով տամ ձեզ կանխատեսում 2023 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցող նորալուսնի եւ արևի խավարման ժամանակահատվածում։ Այդ նորալուսինը եւ խավարումը սիրելիներս տեղի է ունենում կշռքամասնեղության հովանավորության տակ, ինչպես գիտեք, դա ամենից առաջ փաստորեն ամենաուժեղ ներգործությունը ունենալու է կշռքամասնեղության տակ ծնված մարդկանց վրա։ Նաև սիրելիներս կշռքամասնեղությունը իր սիրո էներգետիկայով, իր բարության, դիվանագիտական իմաստության էներգետիկայով նույնպես ազդելու է այս արևի խավարման ժամանակահատվածում, այս նորալուսնի ժամանակահատվածում ձեզանից յուրաքանչյուրի վրա։ Եվ ինչպես միշտ պետք է սկսենք խոյ համաստեղության տակ ծնված մարդկանցից։ Սիրելի խոյեր, 2023 թվականի հոկտեմբերի 14-ին կշռքամասնեղության հովանավորության տակ տեղի ունեցող նորալուսինը եւ արևի խավարման ժամանակահատվածը ձեզ հետաքրքիր էներգետիկայով է օժտելու, նաեւ հետաքրքիր հնարավորություններ է տալու։ Ձեզ թվում է, թե դուք ցանկանում եք փոփոխություն մտցնել եւ ձեր անձնական հարաբերությունների մեջ, եւ ձեր գործնական հարաբերությունների մեջ, կարող է ուզենալ փոփոխություն մտցնել աշխատանքի վայրի, աշխատանքի ոլորտի, բնակատեղի, բնակավայրի հետ։ Ձեզ թվում է, թե դուք ինչ-որ կարճատև փոփոխություն կմտցնեք եւ դա կանցնի։ Ի նկատի ունեցեք, սիրելի խոյեր, այդ ժամանակահատվածում ինչ փոփոխություն որ դուք անեք, դա ոչ թե լինելու է կարճատև, այլ ընդհակառակը դու հիմնականում կամնալու եք այդ փոփոխության ուղու վրա, այդ փոփոխության հունի վրա։ Դա ինչ է նշանակում։ Դուք կարող եք ձեզ թվա, թե դուք ինչ-որ երկիր եք գնում, արձակուրդը այնտեղ անցկացնելու հնարավոր է, որ այդ ժամանակահատվածում դուք
որոշեք այդ երկրում մնաք, որովհետև հասկանաք, որ այդ երկրի օրենքները, հնարավորությունները ձեզ համար ավելի հաճելի է, ավելի լավն է։ Նույնիսկ հնարավոր է, սիրելի խոյեր, որ դուք ցանկանաք ինչ-որ նոր գործունեությամբ զբաղվեք, նոր բիզնեսով զբաղվեք, ձեր մտքերը, ձեր էներգետիկան տանեք նոր ուղղությամբ, բայց նկատի ունեցեք այդ փոփոխությունը ոչ թե լինելու է կարճատև, այլ դուք ձեր այդ նոր ուղու մեջ կգտնեք ձեզ, կգտնեք նոր հնարավորություններ կբացվեն ձեր կյանքի մեջ։ Սիրելի խոյեր, նույնը նաև ձեր անձնական հարաբերությունների մեջ է, կարող է հարաբերություն լինի կարճատև և ձեզ թվա թե այդ կարճատև հարաբերությունը ինչ-որ ֆլիրտ է, որ ժամանակավոր կանցնի, բայց այդպես չէ։ Այս արևի խավարման և նորալուսնի ժամանակահատվածում այդ թեթև ֆլիրտը վերակերպվելու է երկարատև հարաբերության, դա կայով համատեղ կյանք, նաև ամուսնություն, ընտանիք, օրինական ընտանիք ստեղծելու հնարավորություն։ Սիրելի խոյեր, ընդհանրապես այս նորալուսնի և արևի խավարման ժամանակահատվածում դուք լսված կլինեք լավ էներգետիկայով, ստեղծելու, արարելու, առաջ գնալու, զարգանալու էներգետիկայով։ Այն խոյերը, ովքեր որ ամուսնացած են, հնարավոր է իրենց կյանքի մեջ այնպիսի իրավիճակ լինի, որ իրենց թվա թե իրենց այդ ամուսնական կապը խոչընդոտում է իրենց առաջ գնալուն, և հնարավոր է, որ խոյերը նույնիսկ իրենց այդ ամուսնական հարաբերությունը դադարեցնեն, բայց սիրելի խոյեր, խորհուրդ եմ տալիս, հատկապես այն խոյերը, ովքեր որ ամուսնացած են, ովքեր որ ընտանիք ունեն, երեխաներ ունեն, նման սխալ գործողություն չկատարեն, որովհետև այդ բաժանությունը հնարավոր է խնդիրներ առաջացնի, ցավոտ լինի և ձեզ համար, և ձեր երեխաների և ձեր ընտանիքի անդամների համար։ Սիրելի խոյեր, այս նորալուսնի և արևի խավարման ժամանակահատվածում հնարավոր է նոր ձեռքբերումներ լինի, նոր գործնական հարաբերություններ լինի, տան ձեռքբերում, ձեր սեփական աշխատանք ունենաք, ձեր սեփական մեծ ֆինանսական ձեռքբերումներ լինի, որից դուք երկար ժամանակ, 12 տարի և ավել կարող եք օգտվել և դրանից դիվիդենդներ քաղել։ Նաև այս նորալուսինը և արևի խավարումը, քանի որ լինելու է կշռքամասնողության հովանավորության տակ, սիրելի խոյեր, դուք այդ ամեն իրավիճակին մոտենալու եք դիվանագիտորեն, իմաստություն եք ձեռք բերելու, ձեր կրակի էներգիան անմիջապես ամեն ինչ չի քանդելու, ընդհակառակը հասկանալու եք դիմացինին, ձեր հարազատներին, հասկանալու եք ձեր ընկերներին և ձեր հարաբերությունների մեջ կոշտ, կտրվող, ավերող իրավիճակներ չի լինելու։ Այժմ տեսնենք ինչ է